Գովերնական կովեր տել ես։ Դու մեմար գնանք կատենք, որ կթի ժամնա։ Այսա գալիս եմ ես բաղ չկշտինը։ Արի, մտի հողամասու կանան չերին քավի հետիտ բեր։ Արի, Բաղ չկշտինը վեսա գալիս եմ։ արի կյանքս։ Իման է որ։ Կարմիր կնոպ։ Քեզ պետք չէ մենքսեդսից։ Եթե ձեզ ասեն, որ պատկառելի տարիքում սեր չի լինում, չհավատաք։ Լեռներում ծվարած սիրո պատմությունը Սուսաննայի ու Սերժիկի մասին է։ Այս լեռները լուռ պահպանում են նրանց նվիրական գաղտնիքը, նրանց սիրո ուժի գաղտնիքը, որը որ գոյատևելու, ամեն օրն ապրեցնելու ու ամեն օր կրկին ու կրկին սիրելու զգացումի գաղտնիքն է։ Այս լեռնագագաթների ու խիտ անտառների նման, որոնց մեջ թաքնված է նրանց ամառանոցային խրճիթը, ասես սովորեցրել են նրանց համբերել ու սիրել առանց աղմուկի։ Ու այստեղ այս հեռաստաններում դա է իսկական սիրո բնույթը, քամիների պես անտեսանելի, բայց զգացվող, նաև լեռների պես անկեղծ ու պարզ։ Հենացի ինձ կուզած ասա, խճամ ու դեղավ, վետալավ չգիտեր որ սաատին բերել է, գիտե այդ կովտի կտել, բերի սար կով կսել սվորցիկ, սվոր է տապրվա։ Տավուշյան խիտ անտառների մեջ սարերի բարձունքում են ապրում ամուսինները։ Չքնաղ մի անկյուն են ստեղծել, որ ամերիկյան ռանչո է հիշեցնում։ Ամեն ինչ կոկիկ, ամեն բան իր տեղում, որտեղ օրն սկսվում է մութնալուսին ու ավարտում մթնշաղին, գել ու գազանի հետ գիշերային կռիվները չհաշված։ Սանց մի շաբաթ առաջ եկել էր։ Շունը տեղ գիլիպես ասել գասան ճաս գերնեք ասավ չեսնա կե օրնոմա հերում նոյեմբերին հոկտեմբերի կիսից մեն ամսուկես մենակին գել ամեն քշիր Են դինստած ինքն սիրուշը նաստան վերիկան ճամփու գլխին գիլանը կեյնոնդի կեյնստի օրնի Են ցած ասել էտետ ինձել ասել լամոթա գիրից են հանեինք Այն գազանցեն հանենք որ գավոչ գնեին Նետա կողմի 5 օձիձ կան Գաչ են գիտենանք Հետնել խմբով են գալիս, հա, խմբով են։ Այո, պայման, մենակ չեն գալի։ Ըլմա 10 հոգով, լոտմա 5 հոգով մեկ տենեմ չեն, ուղղակի ձեները։ Ձեներն անց գալիս են սկսում են նորմալ է ձեները կասեն կատում ու քանի հատ կլի մոտորապես։ Տարիներ շարունակ Ջուջևանի հեռավոր այս ուրթերում էին բինավորվում սարվոր ամուսինները, որ արդեն 46 տարի միասին են։ Հետո Սերժիկը հիվանդացավ, որոշեցին գյուղին մի փոքր ավելի մոտ տարածքում ամառային բինա ստեղծել։ Ինքը պետք է շատ չի հաճարի, անմա Իրան այդքան իրանք չկա, պետք է շատ ծանրաբեռնի ոչ։ Ինքն է ծանրաբեռնում, ես ասեմ, քեզ չի կարելի։ Վիրահատված է չի կարելի։ Գնապարկում ասում, վայ, մեջքս։ Ասում գնապարկի։ Ասում կարում չեմ։ Սա պետք է ընդհատ աշխատե, բայց շատ աշխատե։ Քայլը կամ ինչ-որ բանով բաղի։ Այնպես է ստացվել, որ հարևաններ չունեն առաջին օգնության վրա հույս դնել չեն կարող։ Իրենց հույսն իրենք են, բայց նաև հեռախոսակապ չկա։ Անհրաժեշտության դեպքում չեն կարող որևէ մեկի օգնության կանչել։ Հեռավորության վրա միմյանց մասին տեղեկություններ իմանալու Աստված չանի օգնության կանչելու համար ամուսինները ռադիոկապ են տեղադրել։ Հո, իրեք հատ, լավ ավաչի, հյուրերից պատիվ կտավ։ Առաջ ներուտը մարա 70 տեսություն 70 տնտեսություն էլ երեխեք կային կանանիկ կորմեն, երեխեք կորմեն, տավարը վղում էր, շատ հետաքրքիր էր սարվել, իսկ հիմա չկա, հիմա 4-5 հոգի։ Այս ամբողջ տարում 3 տուն ենք, մինը ներքևնամ 2 սելստի ենք։ Երևի ապրելակերպները լվնացել է լանասուն չեն պահում, սար չեն գալի։ Չէ, պահող չկա։ Ամիս սայրով մենք ենք պահում, մենք էլ գնանք այս սայրն արդեն բրախելու ենք, որչելվել է թեջեր։ Ջահելները սար գալիս են հյուրի պես, ասում է Սերժիկ պապը, ավելի ճիշտ գալիս են քեֆ անելու, ժամանակ անցկացնելու, տատի պատրաստած կերակուրներն ուտելու։ Ընդամենը 1-2 օր լավ ժամանակ են անցկացնում, հավեսները հանում ու հայդա, շտապում են հասնել գյուղ, իրենց հեռախոսին, համակարգչին ու ինտերնետին, իրենց վիրտուալ կյանքին։ Ինտերնետ չկա, իմ կարեք գյուղի դուրս չեն գալի, որ ինչա ինտերնետ չկա։ Ինտերնետը նայեմ։ Հյուրի պես գալիս են, գնում ռեստորանը նստում, քեֆանում է ծարի կալի ուտում, քեֆանում վիկենում գնում։ Ինտերնետը կա շատ հեռու, երևի ստեմ 300-400 մետր գնանք, գնանանդի ինտերնետանին ու ժամի կան։
Գալիս չեն, ուսին։ Կապ Հնիկա երիտասարդությունը չի սիրում սարը։ Չի սիրում։ Ասում ես ասում տատիկա ինչ անենք սարը, ասա ինչ անենք։ Ասեմ կովին օրինակ բերելուն, խոզին, կովին ասում չէ։ Մենակ ասում լավ հողամասից մշակել, ամեն ինչի կա։ Ամուսիններն իսկապես սարում մի հոյակապ բանջարանոց ունեն, լոլիկ, վարունգ, լոբի, կարտոֆիլ, կանաչեղեն, ամեն ինչ աճեցնում են ամբողջ ամռան, իրենք օգտվում մի բան էլ դեռ ուղարկում գյուղ։ Էնպես մեկ-մեկ սիրտները սառը պաղպաղակի տեղակ է անում, դա էլ երեկոյան գալիս հասնում է, ասում են։ Ասեմ մարոջի բեր, իրիկուն մարոջի բերում են։ Չէ։ Ընդամենը 20 կիլոմետր աստակ գյուղը։ 20 կա, հա։ Մարոջնում բերում հասցնում, հա, 20 կարող է Ռիգունը քաղաքին։ Կամ ինչ որ պետք է նայած պոմիդոր վարունգ, ասենք ինչ ունենք, հացավան պետք է գալի, բերում են իրանք։ Ապրիլին են սար եկել, դեկտեմբերի սկզբին քոչը կհավաքեն ու կգնան գյուղ, բայց անտեր գելու գազանները սովում են ու լցվում թե ուրթեր, թե գյուղ, շրջապատում են գոմն ու միալար ոռնում, իրենց էլ վախի մեջ պահում։ Սայրը մենակ կարկուտյան դեր։ Եթե Ռիգունը ապրանքը վերջացնում եմ իմ կաթան մշակելը, մինը իմ չև 9-ից կես, 10-ն էլ ալում, որ կնեմ պարկում, ասեմ Սերժիկ, ես միղա, ես վիճակի չեմ։ Փոքր մեկ բան չանա։ Ըլմա, փեչքին թաղտնիմ, պարկում եմ քնում, ասեմ ինձ թողքնիմ, ենքանը գեր հոգնացիմ եմ։ Իմ միազա ժամն էսա, ժամի 4-ից սկսիլդի, մերկովեր հետ կռիվա։ Այետա, շատ դաժան կյանք։ Այսպիսին է սար, որի կյանք ապրում են գիտակցելով, որ շտապ օգնությունը իրենց լավագույն դեպքում 1 ժամից շուտ չի հասնի, որ զանգել կանչելն էլ մեծ խնդիր է ու այդպես անվերջ դժվարություններ։ Իմ ծտի պրիստուպը որ խփվեց, շտապ պետք է կանչեին, կամերախանց կանչեին կային, որ հետո արդեն վիճակի չէր ոչի բան։ Հեռու դեպի 500 մետր հեռու, ասենք, ջիով գնացին, սարի գլխից զանգեցին իմ տղերանցը, որ շտապ օգնության մեքենա վերցրեք եկեք։ Այդյան զանոյի տորտյան շտապին զանգեցին։ Օնակելազնա մենք գնալ տեղը չգիտենք, սկեն մի տղես իր մեքենայով ասա, արի ես պրավաժատ կանեմ։ Պրավաժատ այլ բերել, սկորն եկավ ինձ ընդյան բերուց, այդ ատյան վեկալան տղան Երևան։ Այդ չգիտեմ ոնց եկան, ոնց գնացին, ես արդեն վիճակի չէ, ծտի պրիստուպի տակից։ Ատաները վիրահատեցին դա։ Բայց գալիս են, զանգը հեռվից ալում, բայց ելում է։ Կարում են կանչում են, հարևաննա կանչում, բայկան կանչում, կամ էչ տանից մեկը կնում է զանգում։ Որ զանգեմ, ասեն քշերը մինուս վատացել ենք, պետք է ստեն են լավ հետ կար։ Այսինքն անկնդի, դեն ժամանակ չկար եղանում չինք, բաց հետ չկար։ Ոչ մի եղաներ, ոչ, բայց մի որ կա կապ ընդհանրապես, պետք է հենց անել օրոնակամ են եղելի։ Որովհետև մարդ չկա, մի քանի հոգի։ Դժվարությամբ ստեղծած չարչարանքով պատրաստված սարվորի կատնամթերքը սակայն երբեմն գնորդ չի ունենում։ Ասում են հաճախ իրացումը դժվարանում է, իրենց էլ հիասթափեցնում։ Մենք նրանից, որ չենք կարող մեր չարչարմունքը տեղ հասցնենք, վաճառենք։ Առնող չկա, պանիրն առնող չկա, կամեջան են առնում, յուղ առնող չկա, էջան են առնում, անացուն ծախելիս կրակա, ես դիններ են գալի, հա, էժան փոխ իրա գինի չեն տալի, ստիպված էժան ենք տալի, կամ էլ չենք տալի, կամ էլ տալիս ենք էժան, ալիչի, թե չես տալի չարչարով մենք կամ չենք պահենք արդեն, մեծանում են, անցնում են, էլում չի, մորցելով չի իլում, չի իլում, պահելն ավելի հեշտ է, քան ռեալիզացնելը, այդ դժվարությունները։ Ուշտեղից օրինակ պանիրը։ Այ մի պանիր առնող չկա։ Ստեփանավանից ամեն տեղից պանիրը փել են խանտին, մի պանիրը չի ծոխում, ես չեմ կարող։ Չեմ կարող։ Յողն անում եմ, յողն էլ դա ջիլն անում ենք էժան 400-500 դրամով։ Մեծամասն ֆորտը տակրման մուտը։ Չէ լետախ մենք միսով այդ լետ պրոբլեմ էլի։ Այն ասենք օգոստոսից սկսվում է, որ պետք է արդեն ոչինչ կարելի է ծախել արդեն։ Սպասում ենք ծայեք օղին ենք ասում չէ, մեկին ենք ասում լավ չի, մեկն էլ շատ է տա, մեկ քիչ է տալի։ Դե դժվելով վաճառում ենք, էլ այդ վաճառում ենք, կամ չէ մորթում ենք գյուղի միջին ասենք մի 10 մարդ է ուզում, 100 կիլո միս է, ցուցակը կանամ, մորթում, այդ 10 հոգու միջին բաժանում այդ դժվարություններով։ Նիչա տալիս ենք, առանց փողի, ասում ենք գնա եւ կունենաս կբերես կտաս։ Այդ վիճակն է համի։
Իսկ պահելն ինչ պահում ենք, էլի։ Տիպա ցեխա, դիլա կարկուտի տակ, անրեգ տակ պահում ենք։ Դա դժվար չի, դժվար է ռեալիզացնելն է։ Մեր դժվարությունը դա է, դա որ կարամ չեմ պանիր տախը։ Եթե պանիր տախը, իմ օրվա ուտելիքը, խմելիքը, կոֆե, ինչ որ է վերջը, կնվել խանտի տարնում է, չէ, դրա փողը կլի գոնյա։ Էդ չի ելը, կարամ չետ վաճառես, որ քու ծնունդը ապահովի, ավտոյի գազը գալիս է կլում, գոնի ավտոյի գազի փողն էլի, էդ չի ելը։ Այն մեր դժվարությունը դա է, եթե այդ լմա, գոնի մնացած հեշտ արդ։ Դուրսը լիքը անասուն կովուկիտ կատնամթերքի առատություն, բայց օրեր են լինում, որ չեն կարողանում անգամ խիստ անհրաժեշտ ծախսեր անել։ Որտեն ոնց աշխատողներ տղին ռիսկին գանում, ասենք, ասում ինչ եք ուզում, ասենք տղաջան, ոչինչ բան ուզում չենք։ Կարող այդ մոմենտի դերին գումար չունի, ես խինան ստիպիմ։ Ջիլիմ ծախում ստի, կիլոն 500 դրամով, 400 դրամով, որ տամ օնակո, ինքը ինձ ուտելիք է, իր ավտոմեքինան յուղ լցնե, բենզին լցնե, մի բենզինը քանի 1000 դրամ է, սալերկեն ինչքան գումար է։ Ամենաէժան սալերկեն մինիմում 8 եմ գցում, 8000։ Ամառվասyon, ես դուք խոտել հունձում նիրտի, պետք է հնձողին փողտա, հավաքողին փողտա, ասենք ինքը կապող է, դրան գումար չտալի։ Ինչքան պետք է գումարն է։ Միատեղ ենք, որ մենք կայնան ծմրվան մեր ես անասունema այդքան խոտ, ամենակիչը 4000 տուկ։ Առնում եք։ Անպայման։ Մենք խոթարներ չունենք։ Խոթար չունենք։ Տաղարոտավարի տակա։ Խոթար չունենք, մի հեկտար գյուղում խոթար չունենք։ Ամուսիններն ամենաշատ ափսոսում են, որ սարերը դատարկվում են։ Գյուղացին անասունը վերացնում է մի քանի հազար դրամով աշխատանք գտնում քաղաքում ու վերջ։ Այդպես են այս տարիներին դատարկվել սարերը։ Գրա այ գնանք գյուղամիջում։ Մի բան էլ չունի գյուղամիջում կապած մանագալի։ Ոնց ապրում չգիտենք։ Որտեղ է դրան է դրական չգիտեմ։ Որտեղ դրա իմպորտն ինամարկա մեքենան չգիտեմ։ Միգուցե նա իր ընտանիքից ամուսնացած տղանի կամ աղջիկունի ինչ որ բանով օգնում են։ Ճիշտ են անում, կարմին թող օգնեն իրանց ծնողներին, իրանք աղբերա, քիրա։ Դե ես էլ արդյերկում չունիմ իմ աղջիկն թող ինքն իր ընտանիքին ընդիպա, ես նայած ոչինչ բան չեմ ուզում։ Հայաստանի հյուսիսային լեռնաշղթաներում Ալպյան մարգագետինների եզրին անտառափեշին կառուցված փոքրիկ խրճիթում կյանքն այլ ընթացք ունի։ Սարի գույնզգույն ծաղիկների բույրը միախառնվում է սառը քամու հետ ու անհավանական զգացողություններ պարգևում։ Ձմռանը, երբ ձյունը ծածկում է աշխարհը սպիտակ հանգստությամբ, այս խրճիթը վեր է ածվում փափուկ ապաստանի լի տաքությամբ ու ժպիտներով։ Բայց մինչ ձմեռ դեռ շատ ժամանակ ու անելիք կա։ Սարվոր ամուսինները տեղեկացել են, որ սարվորներին հյուր են գնում, նկարահանում, ցուցադրում, իրենք էլ սպասում էին։ Այս մի թորս այս մի երկու օր եկավ ասա, բան դի նկարահանել, չեն նկարահանել դեռ։ YouTube-ը բեր մտիկարել, դեռ որ դուք նկարահանել, ձեր նկարահանած շաստու։ Հա։ Հա, ձեր նկարել, YouTube նկարել, բան մերսայր մնում գալտին ասա, գալտին։ Քարակիտուկի ուրթից մենք հասանք վերին ուրթեր։ Սերժիկն ու Սուսաննան էլ արդեն ինչպես իրենք են ասում, YouTube-ներում են։ Դե թող հիմի քաղաքաբնակները նայեն, որ այս սարերը նաև կարող են դառնալ ընտանեկան պատմության վկաներ։ Ու թող իմանան, որ ամեն օր այս լռությունից ավելի է ամրանում աշխարհի ամենահաստատուն սերը։ Մերի Գոլոլյան, Դավիթ Թամազյան, Կարմիր գյուղից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։